Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 56 երկրի դիտարկման 2 եւ հեռահաղորդակցության 1 տիեզերական արբանյակի ձեռքբերում եւ շահագործում։ Մենք պետքա մինչև 2031 թվականը ունենանք 3 արբանյակ երկրի ուղեծրում, որպեսզի մեր հեռահաղորդակցության եւ նաեւ մեր երկրի տարբեր կարիքների համար օգտագործելու, այդ թվում գյուղատնտեսության, գյուղատնտեսական հողերի մշակման եւ վիճակագրության, այդ թվում մինչև հիմա օրինակ Հայաստանում բանավեճեր կան, թե Հայաստանում ինչքան խաղողի այգի կա, ինչքան ծիրանի այգի կա, արբանյակային նկարները եւ արհեստական բանականությունը մի օրվա ընթացքում այդ թվերը մեզ կտան եւ անընդհատ ցանկացած պահի, երբ որ մենք ուզենանք, այդ թվերը կունենանք։ Նույնը վերաբերվում է ենթակառուցվածքներին, ճանապարհները ինչ վիճակում են, անտառները ինչ վիճակում են եւ այլն եւ այդպես շարունակ։ Հետևաբար մենք պլանավորում ենք ունենալ 2 + 1 արբանյակ, մեկը հեռահաղորդակցության, երկուսը դիտարկման, այսինքն որպեսզի մենք կարողանանք մեր ենթակառուցվածքներին, նաև մեր երկրի տարբեր խնդիրներին արբանյակից հետևել, տիեզերքից հետևել։ 57 կիբերպաշտպանության ազգային կենտրոնի ստեղծում եւ տեխնիկական եւ կիբերանվտանգության կարողությունների զարգացում։ Նախորդ օրերին ես այս թեմայով խոսել եմ բազմիցս։ 58 թվայնացման հանրային ծառայությունների միասնական մուտքի հարթակում տվյալը մեկ անգամ սկզբունքի հիման վրա օգտագործողների թվի շարունակական աճի ապահովում մինչև 300,000 մարդ։ Սա ինչ է նշանակում, որ մենք այս համակարգով քաղաքացուց տվյալը մի անգամ ենք ուզելու, հետագա ամբողջ կյանքի ընթացքում ինքը ինչ պետական մարմին գնա, այնտեղ որտեղ փաստաթուղթ եւ այլ տվյալներ են պահանջվում, քաղաքացուց այլևս ոչ մի տվյալ չպետք է ուզեն, որովհետեւ այդ տվյալները արդեն ներբեռնված կլինեն եւ հասանելի կլինեն պետական մարմիններին։